Սպերջենի աստվածաշնչյան ընթերցանություն ամեն երեկո, մայիսի 16։ Եվ նա ասաց. այսպես է ասում Տերը, այս հեղեղատը փոսփոս արեք, որովհետև Տերն այսպես է ասում. քամի չեք տեսնի և անձրև չեք տեսնի, բայց այս հեղեղատը ջրով կլցվի և կխմեք դուք և ձեր հոտերը և ձեր անասունները։ 4-րդ Թագավորաց 3-րդ գլուխ 16 և 17-րդ խոսքեր։ 3 թագավորների զորաբանակները տանջվում էին ծարավից, քանի որ ջուր չկար, սակայն Աստված պատրաստվում էր ուղարկել այն, և մարգարեն հայտարարում է գալիք օրհնության մասին։ Այս դեպքը խոսում է այն մասին, թե որքան անօգնական է մարդը։ Այդտեղ գտնվող բոլոր քաջարի մարտիկները չէին կարող գեթ մեկ կաթիլ ջուր բերել երկնքից կամ դուրս հանել երկրի աղբյուրներից։ Այսպես էլ հաճախ Աստծո ժողովուրդն է հուսահատության մեջ հայտնվում։ Նրանք տեսնում են արարչագործության ունայնությունը և փորձառաբար սովորում են, թե որտեղից կարելի է օգնություն ստանալ։ Ինչևէ, մարդիկ դեռ պետք է հավատքով որոշակի պատրաստություն տեսնեին ընդունելու աստվածային օրհնությունը։ Նրանք պետք է փոսեր փորեին, որոնց մեջ հավաքվելու և պահվելու էր թանկարժեք հեղուկը։ Եկեղեցին ևս պետք է իր բազմատեսակ գործունեություններով, ջանքերով և աղոթքներով պատրաստվի Տիրոջ օրհնությանը։ Նա պետք է ավազաններ պատրաստի, և Տերը կլցնի դրանք։ Սակայն դա պետք է հավատքով արվի, լիակատար վստահությամբ, որ օրհնությունը շուտով իջնելու է։ Վերադառնալով մեր խոսքին, նշենք, որ փոսերը կամաց լցվեցին սպասված բարիքով։ Դա նման չէր Եղիայի օրերում ամպերից հեղեղի պես եկող տեղատարափին։ Այս անգամ ավազանները լուռ և խորհրդավոր կերպով լցվեցին։ Տերն իր ուրույն և ինքնիշխան գործելակերպն ունի։ Նա ոչնչով կապված ու սահմանափակված չէ և իրեն հաճո երևացածն է անում մարդկանց որդիների հետ։ Մենք պետք է ամեն բան գոհունակությամբ ընդունենք նրանից և ոչ թե թելադրենք նրան։ Նկատենք նաև, որ պաշարները նշանակալիորեն առատ էին, այնտեղ բավականաչափ ջուր կար բոլորի կարիքների համար։ Այսպես է նաև ավետարանի օրհնությունը։ Բոլոր հավաքվածների և ամբողջ եկեղեցու կարիքները ի պատասխան աղոթքների պետք է բավարարվեն աստվածային զորությամբ և ի վերջո Տիրոջը զորաբանակին հաղթություն պիտի շնորհվի։ Ի՞նչ եմ ես անում Հիսուսի համար։ Ի՞նչ փոսեր եմ փորում։ Ով Տեր, պատրաստիր ինձ ընդունելու այն օրհնությունը, որը դու այդքան ուզում ես պարգևել ինձ։